Գոյամարտ սերիալում հիմա սկսվում է մի նոր փուլ, որը կարելի է անվանել բացահայտ պատերազմի սկիզբ, եթե մինչ այս հերոսները փորձում էին ինչ-որ կերպ թաքցնել, շրջանցել կամ վերահսկել իրավիճակը, հիմա այդ ամենն այլևս չի աշխատում։ Ճշմարտությունները դուրս են գալիս ջրի երես, և յուրաքանչյուր կերպար ստիպված է կանգնել իր անցյալի ու որոշումների առաջ։ Դավիթը շարունակում է մնալ հիվանդանոցում, և նրա վիճակը շարունակում է լարված պահել բոլորին։ Նրա կյանքը կարծես կախված է բարակ թելից, և այդ թելը կարող է կտրվել ցանկացած պահի, բայց ավելի կարևոր է այն, որ Դավիթը դարձել է այս ամբողջ պատմության կենտրոնական զոհը, այն մարդը, որի շուրջ բացահայտվում են բոլոր գաղտնիքները։ Նրա վիճակը միավորում է բոլորին, անգամ նրանց, ովքեր երբեք չէին կանգնի նույն կողմում։ Հունանի կերպարն այս պահին անցնում է շատ լուրջ փոփոխության միջով, երբ նա իմանում է, թե ինչ է արել իր որդին Գրիշոն, նրա ներսում տեղի է ունենում կտրուկ շրջադարձ։ Նա այլևս պարզապես խիստ հայր չէ կամ ազդեցիկ մարդ, նա դառնում է պաշտպան։ Նրա խոստումը երբեք մենակ չթողնել որդուն շատ բան է նշանակում։ Սա նշանակում է, որ Հունանը պատրաստ է գնալ մինչև վերջ, թաքցնել ճշմարտությունը, պաշտպանել Գրիշոյին օրենքից և նույնիսկ ավելի խորացնել հակամարտությունը, բայց հենց այստեղ է ամենամեծ վտանգը։ Հունանը չի հասկանում, որ իր այդ քայլերով ոչ թե փրկում է որդուն, այլ ավելի է խորտակում նրան։ Նա կրկնում է նույն սխալը, ուժով ու ազդեցությամբ լուծել խնդիրները, իսկ դա արդեն մեկ անգամ բերել է ողբերգության։ Մյուս կողմից, Ավոյի արձագանքը շատ հետաքրքիր է, երբ նա իմանում է, որ Գրիշոն կրակել է Դավիթի վրա, նրա անհանգստությունն ակնհայտ է։ Սա ցույց է տալիս, որ նրա կերպարն այնքան միանշանակ չէ, որքան թվում էր։ Հեռուստադիտողների այն վարկածը, որ Ավոն տարիներ առաջ հեռացել է երեխաներից նրանց պաշտպանելու համար, սկսում է ավելի իրատեսական թվալ։ Հնարավոր է, որ նա շատ լավ գիտեր Հունանի բնույթը և հասկանում էր, որ եթե երեխաները լինեն նրա մոտ, նրանք վտանգի մեջ կլինեն։ Բայց հիմա իրավիճակը փոխվում է։ Հունանն արդեն գիտի ճշմարտությունը։ Նա գիտի, թե ովքեր են այդ երեխաները Ավոյի համար, և սա նշանակում է միայն մեկ բան՝ այլևս թաքնվելու հնարավորություն չկա։ Սա հենց այն կետն է, որտեղ սկսվում է նոր պատերազմը։ Այս պատերազմը չի լինելու միայն ֆիզիկական կամ բացահայտ հակամարտություն, սա լինելու է հոգեբանական պայքար, ճշմարտությունների բախում և տարիների կուտակված ատելության պայթյուն։ Լեոն այս ամենի կենտրոնում է։ Նա արդեն կորցրել է իր հանգստությունը և պատրաստ է գնալ ծայրահեղ քայլերի։ Եթե մինչ այս նա պարզապես պաշտպանում էր իր ընտանիքը, հիմա նա կարող է անցնել հարձակման, բայց հարցն այն է՝ կկարողանա նա կանգ առնել ճիշտ պահին, թե կկորցնի իրեն այս պայքարում։ Մանան, ինչպես միշտ, կարող է դառնալ ամենակարևոր բանալին այս պատմության մեջ։ Նա արդեն շատ բան գիտի, շատ բան է տեսել։ Եթե նա որոշի խոսել, դա կարող է փոխել ամեն ինչ։ Նա կարող է լինել այն մարդը, ով կկանգնեցնի այս պատերազմը, ճշմարտությունը բացահայտելով, բայց դրա համար պետք է շատ մեծ ուժ։ Գրիշոյի ճակատագիրը նույնպես կախված է մազից։ Նրա արածն արդեն դուրս է բոլոր սահմաններից, և նույնիսկ Հունանի պաշտպանությունը չի կարող անվերջ փրկել նրան։ Եթե նա չկանգնի, չընդունի իր մեղքը, նրա ճանապարհը կարող է ավարտվել շատ ծանր։ Լեան կրկին հայտնվում է ամենադժվար դիրքում։ Նա պետք է ընտրություն կատարի իր ընտանիքի և իր սիրո միջև, բայց այս ընտրությունն ավելի ցավոտ է, քան երբևէ։ Եվ այս ամբողջի ֆոնին սերիալն ավելի ու ավելի է մոտենում իր ամենամեծ բախմանը։ Պատկերացրու այն պահը, երբ բոլոր ճշմարտությունները բացահայտված են, բոլոր հերոսները կանգնած են դեմ առ դեմ, և այլևս փախուստի տեղ չկա։ Դա կլինի գոյամարտի իրական գագաթնակետը։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել առավել լարված ու անկանխատեսելի։ Կփրկվի Դավիթը, կկարողանա Հունանը պաշտպանել որդուն, կբացահայտվի Ավոյի իրական նպատակը, կխոսի Մանանը, և արդյոք այս պատերազմը կունենա հաղթող։ Մի բան արդեն հստակ է՝ գոյամարտում սկսվել է ամենավտանգավոր փուլը, որտեղ յուրաքանչյուր սխալ քայլ կարող է ճակատագրական լինել, և յուրաքանչյուր ճշմարտություն կարող է փոխել ամեն ինչ։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք անցուդարձին նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին, և ոչ միայն։ Գրեք նաև, թե ինչ եք կարծում հեռուստադիտողների ենթադրությունն Ավոյի մասով
Կիսում եք, թե ոչ, իսկապես Ավոն լռել է այս տարիների ընթացքում ու երեխաներին չի այցելել, որովհետև ցանկացել է նրանց պաշտպանել, թե ուրիշ բան կա այս ամենի հետևում թաքնված։ Շատ հետաքրքիր ու ինտրիգային սերիաներ են սպասվում, նշենք, որ Գրիշոյի ձեռքերին արդեն երկրորդ մարդու արյունն է, ինչպես ինքն է նշում։ Այո, նա իր ընկերոջ սպանության մեջ մեղավոր է։ Իհարկե, սա սպանություն համարել հավանաբար սխալ է, բայց ամեն դեպքում Գրիշոյի ձեռքի գործն է եղել։ Հելենի եղբայրն այլևս նրանց հետ չէ, ինչ է թաքնված այստեղ, ինչ գաղտնիք է, դրա մասին գիտի Մանանը, որը հավանաբար շատ շուտով բացահայտելու է։ Ինչ է պատահել այդ գիշեր, երբ ավտովթարի են ենթարկվել երկու ընկերները։ Ինչու է ընկերներից մեկը մահացել, իսկ մյուսը խղճի խայծ զգում։ Շատ շուտով։